Ողջունում եմ ձեզ այսօրվա կարևորագույն միջոցառմանը մասնակցելու համար, ինչպես գիտեք, Իրավաբանների հայկական ասոցիացիան իրականացրել է Հայաստանի Հանրապետության դատական եւ իրավական բարեփոխումների 2023-26 թվականների ռազմավարության 22-24 թվականների իրականացման ենթակա գործողությունների մշտադիտարկումը եւ այսօր այդ մշտադիտարկման արդյունքները մենք կներկայացնենք հանրության դատին օրակարգի մասին ասեմ ու անցնեմ բացման խոսքին կլինեն բացման խոսք ողջունի խոսքեր այնուհետև մեր դատաիրավական հարցերով փորձագետը Սյուզաննա Սողոմոնյանը կներկայացնի արդյունքները մեր իրավաբան Մարիաննա Ավագյանի հետ միասին եւ դրանից հետո Արդարադատության նախարարության ներկայացուցիչին եւ Բարսագույն դատական խորհրդի ներկայացուցիչին հնարավորություն նաեւ կտանք իրենց կարծիքը հայտնեն այդ զեկույցի մասին, հետո մտքերի փոխանակում, քննարկում, վերջում հյուրասիրություն եւ ես ողջունում եմ Լիտվայի Հանրապետության Հայաստանում դեսպանին, նորեն գերազանցության դեսպանին, այսօր մեր միջոցառմանը մասնակցելու դատական համակարգի ներկայացուցիչներին, դատավորներին, էթիկայի եւ կարգապահական հանձնաժողովի անդամներին, Բարսագույն դատական խորհրդի անդամներին, փաստաբանների պալատի նախագահի տեղակալին, փաստաբաններին, գիտնականներին, պետական այլ մարմինների եւ քաղաքացիական հասարակության կազմակերպության ներկայացուցիչներին, նաեւ ԶԼՄ-ներին, ովքեր այսօր եկել են, որպեսզի լուսաբանեն մեր միջոցառումը։ Ընդհանրապես կատարողականին անցնելով պետք է նշեմ, որ մենք մեթոդաբանությունը կներկայացնի, բայց մենք երկու գնահատական ենք տալիս։ Մեկը ամբողջությամբ կատարված գործողություններին, գիտեք, գործողությունները կատարում են ամբողջությամբ, մեծամասամբ, մասնակի եւ չկատարված մենք հիմնականում համարում ենք, որ գործողությունը պետք է ամբողջությամբ կատարված լինի, որովհետեւ ինքը պետք է արդյունք ապահովի, մասնակի կատարված գործողությունը չի կարող արդյունք ապահովել նույն գործողության մակարդակով, տեսեք կա գործողությունների մակարդակ, խնդրի մակարդակ եւ նպատակի մակարդակ, այսինքն կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ արդյունքներ, այդ պատճառով մենք նաև հիմք ենք ընդունում Արդարադատության նախարարության մեթոդաբանությունը եւ վարիացիոն շարքի մեթոդաբանությամբ նույնպես գնահատում ենք մեր գնահատմամբ այդ մեթոդով գնահատումը 71 մոտ 71% է իրականացումը այժմ 4 խումբ խնդիրների վրա ուշադրությունը կցանկանայի ձեր բևեռել եւ գործողությունների կատարման եւ ռազմավարության կոնտեքստում եւ ընդհանրապես դատաիրավական բարեփոխումների, համատեքստում առաջինը դատավորների կարգապահական վարույթներն են կարծում եմ այստեղ մենք շատ լուրջ խնդիր ունենք ու քաղաքականության միջոցով չենք կարողանում լուծենք արդեն քանի տարի է այս խնդիրը Այս խնդիրը մի քանի ոնց որ ենթախնդիրներից է կազմված նախ հարուցող սուբյեկտների կազմը կհիշեք որ Գրեկոն արդեն քանի շրջափուլ իր ռեկոմենդացիաները տալիս է սկզբից ավելի այսպես ուժեղ էր ասում որ Արդարադատության նախարարի կողմից վարույթներ հարուցելու իրավասությունը դիտարկում էր ընդհանրապես արդարադատության հետ անհամատեղելի հետո մի քիչ ավելի մեղմացրեց իր կարծիքը ռեկոմենդացիաները եւ մեր կազմակերպությունն է ջատագով է եղել որ Արդարադատության նախարարը ընդհանրապես իրավունք չունենա վարույթներ հարուցի դա պետք է հիմնականում իրականացնի դատավորների միության էթիկայի եւ կարգապահական հանձնաժողովը
բայց մի պայմանով, որ այնտեղ է բալանսավորվի, դատավորների եւ քաղաքացիական հասարակության մասնագիտական կազմակերպությունների ներկայացուցիչների կազմը ներկայիս ոչ հավասարակշիռ կազմի, Սա շատ կարևոր է, որը ես գիտեմ նախագծեր կան, քննարկումներ կան, Վենետիկի կարծիք կա, չգիտեմ տարբեր կարծիքներ կա, բայց պրակտիկայում դա չի իրականացվում։ Սա մեկ կարևոր խնդիր, որ չի լուծվում։ Մյուս կարևոր խնդիրը դա բողոքարկման հնարավորությունն է, Հիմա օրենսդրորեն մենք սահմանել ենք այդ հնարավորությունը, բայց պրակտիկայում էլի չունենք այդ մեխանիզմը, որ դատավորները կարողանան բողոքարկեն եւ այդ արդարությունը իրոք այդտեղ լինի, որովհետեւ ողջամիտ դիտորդի մոտ այն տպավորությունը կա, որ այդ քաղաքական աֆիլիացիաներ կան, կառավարության կողմից արդարադատության նախարարության միջոցով վարույթները հարուցվում է, հետո դատավորների նկատմամբ որպես կարգապահական միջոց կիրառվում է դատավորի լիազորությունների դադարեցումը։ Մյուս կարևոր խնդիրը գալիս է այստեղից այդ անհամաչափությունն է կոնկրետ պատասխանատվության միջոցների, Գտնում ենք, որ չպետք է այդպիսի խիստ պատժամիջոցները շատ ուրեմն հաճախ կիրառվեն, դրանք պետք է շատ բացառիկ դեպքերում կիրառվեն։ Սա, ասենց ասեմ, մի քանի խնդիրներից բաղկացած մի հատ հարց է, որը կարևոր է, որպեսզի մենք ունենանք իրոք դատական, անկախ դատական իշխանություն, որը զերծ կլինի որևէ ազդեցությունից, այդ թվում գործադիրի կողմից, ուղղակի թե անուղղակի, հրապարակային կոչի միջոցով, թե այլ ճանապարհներով։ Իրոք Հայաստանում պետքա այս մասին խոսել եւ ոչ միայն խոսել, այլ գործել եւ բոլոր դերակատարները պետքա հետեւողական լինեն, որ ի վերջո այս խնդիրը լուծվի։ Մյուս կարևոր հարցը կապված է փաստաբանության, փաստաբանական ինստիտուտի հետ, երկու խնդիրներով։ Մեկը պրոբոնո ծառայություններն է, դուք գիտեք, որ իշքան կարևոր է փաստաբանների կողմից հանրությանը մատուցվող պրոբոնո ծառայությունները ու հանձնառություն կա, որ պետքա մենք օրենսդրորեն բարենպաստ միջավայր ստեղծենք, բայց երբ որ մենք տեսնում ենք մեր հարկային քաղաքականությունը կացնային, որ նաև այդ ծառայությունն է գնում արդեն հարկային դաշտ, մենք տեսնում ենք, որ սինխոստումները իրականության հետ որևէ կապ չունի, իհարկե Փաստաբանների պալատը, իրավաբանների հայկական ասոցիացիան, մասնագիտական այլ կառույցներ, փաստաբաններ, այս խնդիրը միշտ բարձրաձայնում ենք ու հասնելու ենք իրոք արդարացի լուծման, որովհետև չի կարող այդպես շարունակվի, պետք է իրոք այդ միջավայրը ստեղծվի, բայց ասեմ, որ այսօր լուրջ հաջողություններ ունենք, ոչ, չունենք։ Մյուս խնդիրը կապված է հանրային պաշտպանների թվաքանակի ավելացման հետ։ Մենք ասում ենք, որ թվաքանակը կավելացնի, ինչ-որ ժամանակում ավելացնում ենք, հետո հետ ենք պակասեցնում, բայց մենք գիտենք, որ այդ գործերը շատանում են ու մենք, որպեսզի հանրային պաշտպանի արդյունավետ ինստիտուտ ունենանք, պետքա իրականում պաշտպանների, հանրային պաշտպանների թիվը լինի այնքան, որ կարողանան այդ մեծածավալ գործերով որակյալ իրավաբանական, փաստաբանական ծառայություններ տան։ Սա էլ մյուս կարևորագույն խնդիրն է, որ ձեր ուշադրությանն եմ հրավիրում։ Մյուս կարևորագույն խնդիրը կապված է գործերի ավտոմատ մակագրման հետ։ Մենք գիտենք, որ այդ խափանումները հաճախ է լինում, օրինակ վճռաբայք դատարանում, հիմա չգիտեմ ինչպես է դուք կասեք, եթե սխալվեմ ուղղեք, ինչ-որ պահի այդ մակագրման ինստիտուտը չէր գործում ու ֆիզիկական մակագրում էր լինում, գիտեք, որ այդ համակարգը ԱԱԾ-ի կողմից ինչ-որ ժամանակ վերցվել էր ու չեն կարողանում
էլեկտրոնային մակագրում անենք։ Ի վերջո մենք պետք է որևէ ֆիզիկական անձի, որը դատական համակարգի ղեկավարից զերծ պայենք այդ համակարգը, որովհետև նաև եթե ուզում ենք կանխատեսելի, արդար, անկախ դատական համակարգ, մենք այդ մեխանիզմները պետք է ստեղծենք ու հետևողական լինենք, որ կիրառվեն։ Եվ չչարաշահելով ձեր համբերությունը վերջի 4-րդ կարևոր հարցի վրա ձեր ուշադրությունը ցանկանում եմ սևեռել ընդհանրապես, դա կապված է խափանման միջոցների կիրառման հետ։ Էլի ողջամիտ դիտորդի մոտ միշտ տպավորություն է ստեղծվում, որ կալանքը որպես խափանման միջոց կիրառումը շատ հաճախ չարաշահվում է։ Եվ ասեմ նաև մյուս միջոցները նույնպես, գրավի չգիտեմ, այդ տարբերակված մոտեցումները, հա, տասնյակ միլիոնավոր դրամների եւ այլն, ու դուք չենք հասկանում որտեղ է այդ չափորոշիչները, որ մի դատավոր կիրառումը իհարկե գործի հանգամանքներից ելնելով դրանք հասկանալի է, չգիտեմ, համանման գործերով կարող է կիրառվի տասնյակ միլիոնների գրավ, մի դեպքում կիրառվի ավելի համեստ գրավ։ Սա էլ է շատ կարևոր խնդիրներ, որ ձեր ուշադրությանն էլի ուզում արժանացնել, որովհետև խափանման միջոցը, կալանքը, դա էլ բացառիկ միջոց է, որը պետք է կիրառվի։ Այդ շատ հազվադեպ դեպքում պետք է կիրառվի։ Իսկ մենք հաճախ տեսնում ենք, որ նաև այն հանցագործությունները, պահպանելով ամեղության կանխավարկածը, որոնց մեջ անձիկ մեղադրվում են, ընդհանրապես պետք է չկիրառվեր, բայց չգիտեմ, կիրառվում է։ Մտահոգիչ է, որ այս վերջի գործերով արդեն պաշտպանները, երբ որ դատավորի մոտ է մակագրվում, գնում բողոքը հետ են վերցնում։ Այս շատ վտանգավոր երևույթ է, հասկանում եք, որ վերցնեն, հետո մի հետ դիմեն։ Այդ մեր երկրին պատիվ չի բերելու այդպիսի դատական համակարգը։ Ես նաև կոչ եմ անում բոլոր դերակատարներին, չգիտեմ, դատավորներին, արդարադատությանը օժանդակող մարմիններին, անձանց, որպեսզի իրենք սկսեն խոսել եւ գործել այս առումով, որովհետեւ դատական համակարգի անկախությունը հենց այնպես չի նվաճվում։ Ու այսքանով ցանկանում եմ եզրափակել զուտ մեթոդոլոգիայի մասով ասեմ, որ ստեղ ոչ թե թյուր ըմբռնում կա, ուղղակի ընդհանրապես արդյունքը ես նշեցի, էլի 3 մակարդակի է լինում՝ գործողության, outcome, հետո լինում է խնդրի, կներեք output, outcome, հետո լինում է impact, բանը, կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ, այսինքն գործողության կարճաժամկետի մասով մեր բաները տարբեր են, դիտարկումները, պատկերացումները, որովհետև մենք կարծում ենք, հենց իմ գործընկերներն են նշեցին, եթե դրված է, որ օրենքը պետք է ընդունվի, այսինքն պետք է ճիշտ դրվի, էլի ոչ թե օրենքի նախագիծ պատրաստվի, այլ այդ օրենքը ընդունվի։ Այդ արդեն գործողության մակարդակով կլինի, որ արված է, որտեվ կարող է օրենքի նախագիծը մշակվի, չգիտեմ, մի դեպքում կառավարությունը ընդունի, մի դեպքում մերժի, գիտեք, այնտեղ կոմիտեները հետ գնա, նորից գնա, իր նախատեսված ժամկետներում դա չկատարվի։ Մեր ասածով նայա, որ պետք է ինքը ընդունվի, օրինակ վերապատրաստումների դեպքում գրվում է, վերապատրաստումը անցկացվեց, օրակարգը կցվեց, տեսանյութ կա կցվեց, ստորագրությունները մասնակիցների կցվեց, բայց արդյոք եղել է մինչև վերապատրաստումը գիտելիքի գնահատում ու վերապատրաստման վերջում գիտելիքի գնահատում, այսինքն ինչքան է ավելացել գիտելիքը վերապատրաստման արդյունքում, այսինքն սա output մակարդակում արդյունք է,
Թե չէ ուղղակի որ վերապատրաստումը եղել է, դա ոչ մի արդյունք չի, հա, վերապատրաստումը եղել է։ Մենք այս որակականը նկատի ունենք գործողությունների մասով, իհարկե մենք քննարկենք նաև արտադատության նախարարության հետ, որպեսզի այդ բարեփոխումները իրականացվի, որտեվ իրականում եթե գործողությունը լինում է, մենք այդ մակարդակում է արդյունք անենք։ Թե չէ այտենց բաներ, որ դնենք չափորոշիչներ, խոսքը չափորոշիչների մասին է, էլի գնահատման, որ հա նախագիծը պատրաստեք, հիմա նախագիծը պատրաստվել է, բայց դա կյանքում ընդունվել է թե չէ, դա այլ խնդիր է, որովհետև ընդունվում է դա գործողության մակարդակ է, հետո այդ նախագիծը իշքան կփոխի այդ իր հարաբերությունը կարգավորելով մասնակիցների վարկագիծը, չգիտեմ, շահառուների վարկագիծը, մարդկանց կյանքում ինչ փոփոխություններ կտա, միջնաժամկետ ու երկարաժամկետ, դա իրոք ժամանակի խնդիր է, ուտեղ կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ։ Ես մեր նախորդ քննարկմանն ասի, էլի կրկնեմ, մենք ռազմավարական պլանավորման տեսանկյունից շատ թույլ ենք։ Մեր ռազմավարական պլանավորումը 5 տարի է։ Դա շատ քիչ ժամկետ է, դա միջնաժամկետի ներքևի շեմն է։ Եթե մենք նայում ենք զարգացած երկրներին, իրաց միջնաժամկետ պլանավորումները 25-30 տարուց սկսվում է ու հակակոռուպցիոն ռազմավարությունը պլանավորելիս ես վարչապետին առաջարկեցի, որ բերեք փոխենք մեր երկրի ռազմավարական պլանավորման այդ մոտեցումները, որովհետև 5 տարի պլանավորումը դա շատ կարճ ժամկետ է, որ դու լուրջ արդյունքների հասնես։ Իհարկե, մենք հիմա ունենք այնինչ ունենք, բայց կարծում եմ դա օբյեկտիվ պատճառն է դրա։ Բայց սուբյեկտիվն էլ այն է, որ գործողության մակարդակում է մենք ճիշտ ցուցիչներ նախատեսենք, հա, ճիշտ արդյունք նախատեսենք, որ այդ տարբերությունները չլինի։ Հիմա խոսքը փոխանցեմ Տիկին Աբրահամյանին, հետո դուք արդեն բովանդական եթե կունենաք կավելացնեք, հետո պարոն Ակլունցին որպես փաստաբանների պալատի ներկայացուցիչ, հետո կբացենք խոսքը քննարկումների, դիտարկումների տեսակետների համար։